Բարև ձեզ, կան օրեր, երբ մեր օրացույցը ցույց է տալիս ոչ թե պարզապես թվեր, այլ մեր ժողովրդի պետության համար չափազանց կարևոր հանգրվաններ։ Մայիսի 28-ը այդ հանգրվանն է։ Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը եւ տոնական տրամադրության մեջ ավելի քան մեկ դարյա հեռավորությունից մեզ նայում են Սարդարաբադի հերոսները, իսկ այսօր Եռաբլուրի լուռ վկաները։ Մեր պետությունը կերտվել է եւ կերտվում է արյունով եւ չափազանց մեծ զոհողություններով։ Եվ այսօր նորից հայտնվել է աշխարհաքաղաքական հողմերի եւ փոթորիկների խաչմերուկում։ Եվ այսօր մենք պետք է նորից ու վերստին մեզ հարց տանք, թե որն է մեր պետության ապագայի տեսլականը եւ ուր է տանում այն ճանապարհը, որ այսօր ընտրել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր ազատ զրույցի տաղավարում ես զրուցելու եմ մի մարդու հետ, ով գիտի հայրենիքի պետության կինը իր կյանքի ամենամեծ կորստով։ Այսօր իմ զրուցակիցը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվոր Աբգար Նազարյանի հայրն է, ազգային ժողովի падգամավոր Գեգամ Նազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մինչև ներքաղաքական եւ աշխարհքաղաքական լաբիրինթոսի մեջ մտնելը ես չեմ կարող չհասնել, թե դուք որպես Աբգար Նազարյանի հայր եւ ազգային ժողովի падգամավոր ինձ զգացողություններով եք դիմավորում մայիսի 28-ը, երբ հանրապետության հրապարակում պատրաստվում է շքերթ։ Մեր զրույցը շարունակեմ իմ Աբգարի ասածով, որը ինձ փոխանցել է ռազմագիտության ուսուցիչը եւ հարցրել է երեխաներ, ձեր կարծիքով այ ժողովրդի մղած ամենամեծ ճակատամարտը որն է։ Աբգարը ասել է 3 ճակատամարտ, առաջինը Հայքի ու Բելի կայացման ճակատամարտը, Ավարայրի ճակատամարտը, Հավատքի ճակատամարտը եւ Սարդարապատի ճակատամարտը, որը մեր տեղը այս աշխարհում պահելու ճակատամարտն է, որը անդադ շարունակվելու է։ Իմ համար մայիսի 28-ը դա հավասարազոր է օգոստոսի 11-ին, այսինքն Հայքի ու Բելի ճակատամարտ։ Հայքի ու Բելի ճակատամարտով մենք դրեցինք մեր Հայաստան պետության, հայկական պետության հիմքը, մայիսի 28-ով մենք վերածնվեցինք որպես պետություն ունեցող ազգ եւ ունեցանք հանրապետություն, արդեն այլ կարգավիճակով, ոչ որպես թագավորություն, այլ հանրապետություն։ Ես ուղղակի մեծ ցանկություն ունեմ, որ մեր երեխեքի նահատակությունը այս ժողովուրդը կհասկանա, կգնահատի, որ մեր երեխեքը նահատակվել են մեր հայրենիքի, մեր պետության, մեր անկախության համար եւ ամոթ բոլոր նրանց, որ այդ ամեն ինչից հետո պատրաստ են մեր երկրի անկախությունը ստորադասել նեղ ինչ-որ անձնական փողային շահերի։ Մեր երկրի հարատևության եւ այդ ստորադասելու մասին մենք խոսենք։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն Հայաստան այցելելով հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ճանապարհ են հարթում դեպի ավելի պայծառ եւ անկախ ապագա եւ Վաշինգտոնը հպարտ է դրա մասնիկը լինելու համար։ Որպես падգամավոր այս հայտարարության մեջ դուք տեսնում եք Հայաստանի անվտանգության երաշխիքներ, թե ավելի շատ էմոցիոնալ փաթեթավորում է սա։ Չէ, էմոցիոնալ փաթեթավորում չի ասի, որովհետեւ այդ մակարդակի երկրներում այդ մակարդակում գտնվող պաշտոնյաները հենց այնպես ոչինչ չեն ասում, նույնիսկ ամենաէմոցիոնալ վիճակում, բայց ես ուզում եմ շեշտել, որ մեր երկրի անկախության ամենամեծ երաշխավորը դա Հայաստանում ապրող մարդն է, Հայաստանի քաղաքացին։ Եթե Հայաստանի քաղաքացին գնահատի ինչ է անկախությունը, արժևորի այն եւ այդ ազդակը փոխանցի ամբողջ աշխարհին, որևէ մեկի մտքով չի անցնի, որ կարող է փորձել մեր անկախությունը վերացնել կամ չգիտեմ, արժեզարկել կամ նվազեցնել այդ անկախության աստիճանը։ Իմ համար կարևորը դա է եւ ես հուսով եմ, որ այսօրվա մեր երիտասարդները, եկող սերունդները, որ այսօր դեռ փուճուր երեխաներ են, նոր ծնվող երեխաները, որ պետք է դեռ ծնվեն, իրենք ավելի լավը կլինեն այս հարցում, քան մենք ենք։
Դուք զանազանում եք քաղաքացիներին եւ երկքաղաքացիներին։ Անկեղծ ասած, նուրբ հարց է, երբ որ առաջին անգամ այդ հարցը քննարկվեց, որոշեց, ես երևի այս երկրում այն եզակիներից է, որ ասում էի, սա լավ բան չի ու լավ բանի չի հանգեցնելու։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը լինելով աշխարհում սփռված ազգ, այդքանով հանդերձ ինքը պատրաստ չէր երկքաղաքացիության։ Երկքաղաքացի կարող է երկքաղաքացիություն կարող է թույլ տալ այն պետությունը, այն երկիրը, որը ուժեղ, ամուր երկիր ու պետություն ունի եւ իր անկախությունը արժեվորող 99.99% ժողովուրդ։ Ցավոք մենք չունենք դա եւ այսօր Խոպանում ապրող հայը, որը չգիտես ինչի ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունի ընտրելու իրավունք, ինքը իր անձնական շահը վեր է դասում Հայաստան պետության շահից եւ անկախությունից։ Սա մեր համար խնդիր է։ Դուք միայն կարևորում եք Հայաստանում ապրող քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե այս ժամանակաշրջանում հատկապես եւ առավելապես դաշնակիցներին, գործընկերներին, Հայաստանի Հանրապետության մասով եմ ասում։ Գիտեք, երբ որ նորից ես վերադառնում եմ Ռուբիոյի այցին, արդեն նշածս հայտարարությանը, նաև այն հայտարարությանը, որ ասում էր միասին կարող ենք անել ավելին։ Իհարկե, մարդը, մենակ մարդը, տատս, հիշեցի տատիս, ասում էր իմ կիսուրը մի մեր ուներ 120 տարեկան, ասում էր, աղջիկ ջան, մարդ շունը լինի ավելի լավ է, քան մենակ։ Հիմա մենակ երկիրը ումա պետք, իհարկե մենք պետք է, բայց մենք ընկերներ ու գործընկերներ կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ որ մենք լինենք։ Եթե մենք կանք, այդ ընկերները կհայտնվեն։ Եթե մենք չկանք, չեն լինի այդ ընկերները։ Հիմա մենք կանք ու կայացման ամուր ոտքի կանգնելու ճանապարհին ենք, այս դժնդակ ճանապարհով, որ մենք անցանք 16 ապրիլյան, 20-ի, 44 օրյան եւ դրանից առաջ Արցախյան այդ առաջին պատերազմը։ Եվ մենք հեշտ թվում է հեշտ ձեռք բերենք անկախությունը, բայց այդ անկախության համար եւի ամենա շատ վճարած ժողովուրդներից ենք։ Բայց մենք ասում եմ, Ռուբիոյի այցը շատ լավ եմ գնահատում, որովհետեւ մենք այնքան կանք, որ Ամերիկայի պետքարտուղարը գալիս է Հայաստան։ Իսկ որ ասում եմ, մենք միասին կարող ենք անել ավելին տա միայն տնտեսական ծրագրերին է վերաբերում թրիպին, հանածոներին եւ այլն, թե նաեւ անվտանգությանը։ Դա նշանակում է, որ Հայաստանը լինելու է անվտանգ երկիր եւ բարձր տնտեսական զարգացում ունեցող երկիր։ Ես գիտեք, ձեր մոտ գալու ճանապարհին, չգիտես ինչու մտածեցի, որ այ երկրի առաջնային խնդիրներից մեկը ոչ միայն բարձր գիտելիքներ տալն է եւ բարձր մակարդակի կրթություն ապահովելը, այլ նաեւ կենսամակարդակ ապահովելը։ Եթե երկրի բնակիչների կենսամակարդակը միջին եւ բարձր է, ապա այստեղ փող բաժանող 10-ով կանող տղերք էլ երբեք անելիք չեն ունենա։ Այնպես որ այս երկրի թիվ 1 խնդիրը պետքա լինի պարտադիր կենսամակարդակի բարձրացումը, որ այս ձայնագրությունները լսում եմ, ես ամաչում եմ, որ մարդը 50,000 դրամի համար, չգիտեմ 200,000 դրամի համար վաճառում են իրենց հոգիները, ամենամեծ մեղքը, որի տակ մտնում են։ Ընտրություններին մենք դեռ կգանք, բայց շարունակելով էլի Ռուբիոյի այցը, հանդիպում, փաստաթղթերի ստորագրում եւ այլն, փաստաթղթերն էլ հրապարակվեցին, ինչ են ստորագրվել, որպես պատգամավոր կարծում եք այնտեղ կան ինչ-որ կետեր, որոնք մեր հարևան Իրանի համար կարմիր գծերի հատում են։ Որ ուզենանք գտնենք, կգտնենք։ Որ ուզենանք Իրանին ցույց տանք, որ գիտեք, հայ հարա եկեք հասեք ձեր դեմ գործարքա կգտնենք, բայց իրականում նման բան չկա, սա Հայաստանի ու Ամերիկայի շահերից բխող եւ ոչ մի երկրի դեմ չեղող համաձայնություններն են եւ պայմանավորվածություններ են։ Ես ելի եմ ասում, ցավոք, ոմանք իրենց անձնական, իրենց նեղ թիմային շահը վեր դասելով պետության շահից ուզում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ռուսաստան հասեք, Իրան հասեք, ձեր ձեռից Հայաստանը տանում են, այսինքն այդ քաղաքական ուժերն է պետքա վերանան Հայաստանից։
ուրիշ երկրի շահերով առաջնորդվող ուժերը Հայաստանում տեղ չպետք է ունենան։ Հիմա ունեն։ Հիմա ունեն, ընտրությունների մասնակցում են, մատ են թափ տալի, ասում են, տեսակ ինչ արեցինք, տեսակ գյուղացիներին արգելում ենք, բիզնեսին արգելում ենք, այս կամ այն գյուղատնտեսական մթերքը ուղարկել Ռուսաստան, այ որ ձեզ խելոք չպահեք, ձեզ անկախ պետության տեղ դնեք, ավելի վատ հետևանքներ կլինի։ Ես մի բան ասեմ, մի ռուսաստանցի падգամավոր, որ ազգությամբ ռուս չի, Ռուսաստանում հանդիպման ժամանակ մոտ 3 տարի առաջ մի այսպիսի ցինիկ հայտարարություն արեց։ Իհարկե ինքը պատասխանը ստացա, բայց ասես ձեր մտքով չանցնի, որ այդ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ձերն է, այդ մերն է։ Ու երբ որ առանց մեզ ասելու դուք ուրիշ տեղից մարդ եք բերում, ինքը նկատի ուներ այդ Եվրամիության դիտորդներին, որ դեռ նոր պիտի գային, դուք պատասխանը սպասեք։ Գիտեք, այդ ձևով հարաբերություններ չեն ձևավորում երկու հետ, մինչև Ռուսաստանը չգիտակցի, չընդունի, որ Վրաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Հայաստանը անկախ պետություններ են, ինքը մշտապես խնդիր է ունենալու, մշտապես։ Մենք չենք ունենալու, ինքն է ունենալու։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկող ու այդ ձեռնարկող քայլերին նպաստող քաղաքական գործիչները Ռուսաստանի, հանուն Ռուսաստանի են գործում, իրենք հանուն իրենց գրպանի են գործում, անձնական շահ են ստանում։ Դուք բոլորին վերջերս ԱՊՀ միջխորհրդարանական նստաշրջանին էինք մասնակցում լիագումար նիստին, մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգ։ Եվ ինչ տպավորություններ ունեք Հայաստան, Ռուսաստան, Հայաստան։ Շատ լավ տպավորություն ունեմ, Ռուսաստանը, միջին ռուս մարդը, միջին ռուս քաղաքական գործիչը ինքը շատ ուրախ է Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու համար։ Կան մի քանի վատ գործիչներ, որոնք ամեն ինչ անում են այդ հարաբերությունները փչացնելու համար։ Ես կրկնում եմ, հանուն իրենց գրպանի, ուրիշ ոչ մի բանի։ Այսինքն այս Ռուսաստանից հնչող հայտարարությունները դա Կրեմլի դիրքորոշումը չի։ Ոչ, Կրեմլի դիրքորոշումը չի։ Ես կարող եմ պնդել, դա որոշ մարդկանց փող աշխատելու դիրքորոշումն է։ Եվ իրենք շատ շուտով իրենց տեղը կգտնեն համապատասխան հիմնարկներում։ Նախագահի խոսնակ, արտգործնախարարության ներկայացուցիչ։ Գիտեք, Ռուսաստանը այնպիսի կառուցվածքով երկիր է, որտեղ որոշում այդ մակարդակի հայտարարությունները որևէ մեկին հետաքրքիր չեն, որովհետև դա չի ձևավորելու որոշում։ Դա ձևավորում է նաև, տեսեք, հայկական կամ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքի ներկրման արգելք։ Այո, կարող են անել ռուսական մուլտի հերոսի անունով, ասեմ, շապոկլյակություն, այո, կարող են անել։ Կարող են անել X ժամանակ միջև երկրի թիվ 1 ղեկավարը հասկանա, որ ինչ է կատարվում։ Իհարկե դրանից տուժում է եւ հայ գործարարը, եւ Ռուսաստանը, բայց այդ երկիրը դժվար է պատկերացնել, որովհետև այո, դժվար է պատկերացնել, որովհետև այդպիսի կառուցվածքով երկիր աշխարհում գոյություն չունի։ Երբ որ գնում ես Մոսկվա, ասում ես, այս Մարիա Զախարովան էս ինչ հայտարարություններ անում, ու մեկ այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյա ասում է, դրան խեք բանի տեղ դնում, դրանով է բանի տեղ դնում, որ դուք բանի տեղ եք դնում։ Ասենք Շոյգուն։ Այո, Շոյգուն թող մտածի, թե իր տեղակալների տնից ինչքան գումար հանեցին։ Ու հիմա այդ մարդիկ որտեղ Շոյգուն թող գնա այդ մասին մտածի։ Հիմա Ռուսաստանի դիրքորոշում չընդունել Շոյգուի վերջին հայտարարությունը։ Ոչ, որևէ լուրջ ձևով հայտարարության մասին է խոսքը։ Դուք ասեք, թող մեր հեռուստադիտողները իմանան։ Որ Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել, Երևանը օգնության պաշտոնական հայտ չի ներկայացրել, հաշվի եւ պարտարացված չէ նրա այդ անդամության սառեցված կարգավիճակը։ Փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։
Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ, պարոն Նազարյան, մենք սկսեցինք Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցից Երևան եւ սահուն խոսակցությունը էլի նորից կրկին գնաց դեպի հայ-ռուսական հարաբերություններ եւ մենք մասնավորապես խոսում էինք Ռուսաստանից հնչող այսօրին հնչող առավել քան կոշտ հայտարարությունների մասին, մասնավորապես կանգ առանք Շոյգուի հայտարարության վրա, որ անհասկանալի է իրենց համար, ՀԱՊԿ-ի համար անհասկանալի է, ՀԱՊԿ-ը առաջարկել է դիտորդներ, մենք դրանց փոխարեն Եվրամիության դիտորդներին ենք բերել, ինչ է տալիս Եվրամիության դիտորդությունը եւ այլն եւ այլն։ Ինչ տվեց Եվրամիության դիտորդությունը, մենք տեսանք, շոշափեցինք եւ ունեցանք Վաշինգտոնյան խաղաղության արձանագրությունները, համաձայնագրերը։ Թե Շոյգուն ինչեր էր անում, ինչեր էր ասում, ու Ռուսաստանը դեպի ուր ներքաշեց ու ինչ վիճակի մեջ դրեց, բոլորը գիտեն, բոլորն են մտածում։ Հիմա դուք ասում եք, մենք լուրջ վերաբերվենք Շոյգուի ասածին, իհարկե ոչ։ Շոյգուի ասածին թող լուրջ վերաբերվի Ռուսաստանի ղեկավարությունը, որ հասկանան ինչու այդ մարդը փչացնում Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Շոյգուն ինչ վերաբերվում է ներողություն ՀԱՊԿ-ի Հայաստանի վրա հարձակման հետ, ես քիչ առաջ ասեցի, թե Ռուսաստանում նաև ինչ մտածողություն կա, որ Վրաստանը, Ադրբեջանը ու Հայաստանը դրանք անկախ պետություններ չեն։ Երբ որ ՀԱՊԿ-ը հայտարարություն արեց, ես ցավոք սրտի այդ տեքստը չպահեցի, բայց որ որոնենք Google-ում եւ այլ տեղերում կգտնենք, գիտեք ինչ էին ասել։ Ասում է Հայաստանի արտաքին սահմանների վրա հարձակում չի եղել։ Դրա համար էլ չենք եկել մենք օգնության։ Սա ինչ է, արտաքին սահմանը Հայաստանի ո՞րն է։ Չկա այդպիսի հասկացողություն։ Թուրքիան նկատի ունի։ Դա նկատի ունեն իրենց սահմանը Թուրքիայի, այսինքն դա կայսրություն է, որը ունի սահման Թուրքիայի ու Իրանի հետ։ Ասում է, որ Թուրքիայից ու Իրանից հարձակվեին, մենք կարձագանքեինք, բայց դուք ձեր մեջ ինչքան ուզում եք կռում, մեկ համար մեկ է, 50 կիլոմետր էս կողմ այդ սահմանը, թե 50 կիլոմետր այն կողմ։ Մենք դա պետքա լավ հասկանանք։ Եվ մեր ընկերներին Ռուսաստանի փոխանցենք, որ ուզում եք, չեք ուզում, ուրախ եք դրա համար, թե տխուր եք, Հայաստանը անկախ պետություն է։ Եվ մի դիտարկեք Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան որպես Ռուսաստանի մաս։ Բայց Ռուսաստանից հռետորաբանությունը գնալով ավելի ու ավելի կոշտանում է։ Դե մինչև հունիսի 7-ը հռետորաբանությունը կոշտանալու է։ Գնացել են Հայաստանից մի քանի տաղանդավոր գործիչներ եւ իրենց այդ գործընկեր կառույցներին ասել են, որ հայ ժողովուրդը ինքնասիրություն չունեցող ժողովուրդ է, հենց գրպանին կպար, գնալու է համապատասխան ձևով արձագանքի քվեարկության ժամանակ։ Բեր դուք ծաղկավաճառներին վնասեք, ելակ արտադրողներին, աճեցնողներին վնասեք, գինի, կոնյակ, կոնյակ արտահանողներին վնասեք եւ նրանք կգնանք եւ կքվեարկեն Ռուսամոլ, Ռուսահպատակ, Սամվել Կարապետյանի օգտին։ Ու նրանք մտածում են, այս ժողովրդի մեզ չեն ճանաչում։ Մեր ժողովուրդը արժանապատիվ, իրեն հարգող, Հայաստանը սիրող մարդիկ են։ Ինչքան այդ բաժամիջոցները խստացնեն, ինչքան սպառնան գազի գինը ավելացնեն։ Ես հաջորդի պիտի ասեի, հիմա ռուսական մամուլում այնքան ավելի շատ կքվեարկենք Հայաստանի անկախության օգտին։ Այսինքն Հայաստանը կարծում եք հիմա պատրաստ է այդ տնտեսական Գիտեք, եկեք մի բան ասեմ ձեզ։ Պատրաստ է, պատրաստ չի, ես չեմ սիրում այդպիսի արտահայտություններ։ Եթե պետքա դիմանանք։ Անկախությունից վեր ոչ մի բան չկա։ Եթե դա արժանանալու է մեր անկախության կորուստը, ապա մենք պետքա պատրաստ լինենք, ասենք, ամենածանր պայմաններով հաղթահարելու դրան։ Բայց ես չեմ կարծում, որ դրան կհասնի, որովհետև փառք Աստծո 4 կողմը մեր գազ ու նավթ է։ Մեզ դրանով չեք վախացնի։ Մենք ունենք արևային կայաններից կօգտվենք, այսինքն 90-ականների սկզբի անպատրաստվածությունը էլ չի լինի մեզ մոտ։ Իհարկե թանկություն կլինի, շատ ապրանքներ որոշ ժամանակ կթանկանան, հետո նորից կեժանանան, դրանից կշահի միայն Հայաստանը, Հայաստանի բարեկամները եւ կտուժի միայն Ռուսաստանը։ Թող եթե խնդիր են դրել Հարավային Կովկասում ազդեցությունը ամբողջովին կորցնելու, թող կորցնեն
Դա մեր խնդիրը չի, դա իրանց բայց նրանց հայտարարությունները, այս քայլերը վկայում են, որ ոչ թե խնդիր են դրել, ինչպես դուք եք ասում, Հարավային Կովկասում ազդեցությունը կորցնել, այլ պահել ամեն հնարավոր չի լինի։ Եթե իրենք, ես կրկնում եմ, տեսեք մի քանի անգամ կրկնեցի, եթե Ռուսաստանում չհաղթի այն միտքը, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը անկախ պետություններ են, ինչպես Ռուսաստանը, իրենք պարտվելու են, մեծ հաշվով են պարտվելու։ Իրենք, գիտեք, այնտեղ ուժեր կան, չեն էլ թաքցնում, որ եկեք բաները օդանավեր, կործանիչներ վերցնենք, գնանք Թբիլիսի, Բաքվի ու Երևանի վրա ռումբեր, հրթիռներ գցենք, կործանենք, գրավենք, տեղում իշխանափոխություն անենք ու երջանիկ ապրենք։ Հա տեսականորեն այդ հնարավորությունը կա, բայց դրանի պատասխան ինչ կլինի, իրանք դա հաշվել են, չեն հաշվել, չէ։ Այնպես որ այն որ անդադ ասում են Ռուսաստանում 2 միլիոն թե 2.5 միլիոն հայ կա կամ ավելի շատ հայ կա, հանդեղի հայերով վախացնում են Հայաստանին, ես կոչ եմ անում մեր Ռուսաստանաբնակ հայերին շատ արագ կողմնորոշվել, իրենց բիզնեսը ինչա կամ տեղափոխեն ու գան Հայաստան, այնտեղ իրենք եթե այդ իրանց երեսով անդադ, դուք լսած կաք, որ հանկարծ Ամերիկայի նախագահ կամ Իրանի ղեկավարությունը ասել գիտեք, մենք ձեր մոտ ձեր հայերը մեր մոտ են ապրում, հա, որ ձեզ խելոք չպահեք, գիտեք, դրանց ինչ կանենք։ Լավ, էս որ դարն է, էս ինչ ձելի խոսակցությունն է։ Իսկ այդ գործիքները հնացած են, հա։ Հնացած մաշված դուք այն որ արտահոսք եղավ, թե ոնց են պլանավորել Հայաստանում իշխանափոխություն, այդ ինչ տեքստերը 1997 թվի հայի հոգեբանությունը մի քիչ էսկոմենկո մարած տեքստեր Գյուղատնտեսական ապրանքի մուտքը արգել ենք, հանկարծ ուժ խմիչք արգել ենք, գազի գնի թանկացման մասին բանանենք, հայտարարենք, ժողովուրդը զայրանա, դուրս գա իշխանափոխություն։ Դե ժողովուրդը չի զայրանա, որովհետև ժողովուրդը գիտեք որ դեպքում կզայրանար, երբ որ տեսներ որ Հայաստանի իշխանությունը հակառուսական գործողություններ է անում, Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է անում, ասենք Ուկրաինային զենք համատակարարում, չգիտեմ, դեսանտնիկներ ուղարկում Ուկրաինա, որ Ռուսաստանի դեմ զենք չի մատակարարել, բայց մի Ռուսաստանում չեն կարողանում մարսել այն որ Երևանում տեղի ունի Եվրամիության գագաթնաժողով եւ այնտեղ Ուկրաինայի նախարարը։ Դա ես չեմ հասկանում թե դա մենք ենք քննարկում իրենց այդ ապուշ հայտարարությունները, տխմար, ապուշ, այսինքն 29 թվին էլ Հայաստանում լինելու է ֆուտբոլի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Եվ մեծ հավանականությամբ Ուկրաինայի ազգային թիմը գալու է խաղա։ Հիմա հանուն նրա որ Ռուսաստանում մի երկու հոգի չհոտեն, մենք ասելու ենք լավ հրաժարվում ենք աշխարհի առաջնություն։ Խնդիրը մի երկու հոգին չի, է։ Մի երկու հոգի է։ Մի երկու հոգի է։ Ես ասում եմ հաճախ Ռուսաստան եմ գնում։ Ռուս ժողովուրդը, ռուս պաշտոնյաները, ռուս չինովնիկները շատ լավ Հայաստանին հարգում են, սիրում են, ընդունում են որ անկախ պետություն մի քանի հոգի կա էս իրանց դառնել կանցնի կգնա այդ այ որ ասում եք հարգում են սիրում են Հայաստանի հետ հարաբերությունները եւ այլն ես անդրադարձա հենց այս բանին որ վերջին շրջանի ես կորտ հայտարարությունների շքերթի մեջ մեկ էլ Զախարովան ասում է մենք ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ եւ որտեղ պոլիտիկ քաղաքականությունը ինչ գիտեք ես հիմա շատ բաներ չեմ ուզում եթերում բացել ինչքան հնարավոր ասում եմ Զախարովան վաղուց իր լրջությունը ու հարգանքը կորցրած անձնավորությունը հենց Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում նույնը Շոյգուն Հիմա դնենք իրանց հայտարարությունները Լավ, նրանց հայտարարությունները թողնենք այդ դեպքում Հայաստանում պայմանական ասած ռուսամետ կուսակցությունների քաղաքական ուժերի հայտարարությունների մասով ինչ կասեք Այ իրանց համար տխրում եմ ես որ մարդիկ կան հայ ազգանունով մարդիկ իրենց հայ համարող մարդիկ որոնք պատրաստ են հանդես գալ ընդդեմ Հայաստանի որոնք պատրաստ են սուտ խոսել հանուն նրա որ հանկամ մի երկու ավել ձեն ստանան։ Ես հիմա օգտվելով առիթից մեկ անգամ եւս ասեմ մեր հայրենակիցներին, որ Սամվել Կարապետյանը ստում է ամենավերջին ստախոսի նման, երբ որ ասում է կառավարությունը ծրագիր ունի 300,000 ադրբեջանցի բերել Հայաստան։ Սամվել Կարապետյանը անամոթի նման ստում է, երբ որ ասում է, որ իշխանությունները խնդիր են դրել դատարկել սահմանամերձ գյուղերը։ Ես ասեմ այդ
վատ հայերեն խոսող մարդուն եւ իր շրջապատին, որ ամոթից պիտի գետինը մտնեք նման հայտարարություններ չանեք, որովհետեւ կառավարության ընդունած ծրագրով սահմանամերձ բնակավայրերում վերջին 2 տարում 2000-ից ավելի տուն է կառուցվել։ Ընդ որում ոչ թե օգնությամբ, այլ ամբողջովին այդ գումարը 16 միլիոնների գումար։ Այո։ Դա գիտեք, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում չէին կարող տուն սարքել, իրենք տուն ունեցան 2000-ից ավելի եւ այդ ծրագիրը էլի տարբեր ձևերով շարունակվելու։ Այսինքն, կամ են որ սուտ ասում են եկեղեցու դեմա դուրս եկել էս իշխանությունը, թող վերցնեն, տեսնեն կառավարությունը ինչքան փող է հատկացրել եկեղեցի նորոգելու համար։ Եվ միջև այս իշխանությունը քանի դրամ էին հատկացրել եկեղեցի նորոգելու համար։ Էնպես որ սիրելի հայրենակիցներ, ես ձեզ խնդրում եմ, հեռու մնացեք ստախոսներից եւ այս երկիրը չսիրողներից։ Մեր խնդիրը պետք է լինի այդ ուժը, որ ընդհանրապես 0 ձայն ստանա, որ ինչքան ասենք լինի 25 ձայն իր ստացածը, մենք իմանանք Հայաստանին հակառակորդ, Հայաստան պետությանը հակառակորդ 25 հոգի կա այս երկրում, որ հասկանանք ով կա մեր կողքին, կողմնորոշվենք։ Եվ ամենակարևորը, ես ինչ եմ ուզում ասեմ, ցանկացած ուժից փող վերցնել խոստանալով, որ կգնանք կքվյարկենք, դա ամենածանր մեղքն է, ամենածանր մեղքը, որը կարող է եւ ընդհանրապես չնելու։ Մշակույթը չի վերանում մեզանով։ Գիտեք, որովհետեւ մշակույթը ճակերտների Ես տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, երբ որ Հայաստանում ծաղկում էր փողաբաժանությունը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, վերացի մի քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպում էր, մի հարց տվի, ասում եմ, գիտեք, ինձ մի հարց է հետաքրքիր, Վրաստանում այդ ավանդույթը չձևավորվեց փող բաժանել ընտրությունների ժամանակ։ Ինչ խոստում ասես տալիս են, չգիտեմ, այլ, բայց փող տալ չկա, ասում եմ, չի կարա լինի, որովհետև եթե մեկը գա վրացուն ասի, ես փողը վեկալ ընտանիքով կգնաք սրան կքվի, ասում եմ, դանակը կհանեն, փորը կկոխեն ուղիղ, որովհետև դա ամենամորը հայոյելուն հավասար հայոյանքա ու վիրավորանքա։ Ես չգիտեմ, մեր ժողովրդի մեջ այդ հիվանդությունը ոնց մտավ ու արմատավորվեց, ես ամեն ձայնագրություն լսելուց ամաչում եմ։ Սոցիալական վիճակը այստեղ ուղիղ կապ ունի, թե չէ, չունի։ Այստեղ ասում եմ, ավել փող բռնենք։ Ավել փող բռնենք, չաշխատենք, բայց փող բռնենք, ինչ։ Իրանք բանին էլ չեն, Սամվել Կարապետյանի համար ուշքները չի գնում։ Ես ցավը գիտեք որն է, Սամվել Կարապետյանը այսօր գերի է այն իր թիմի, որոնք ամեն օր ասում են վարչապետ ջան, այս էլ նոր հարցումները, դու ունես այսքան տոկոս ձայն, այսքան տոկոս ունեն, ու այդ ընթացքում ասում են, ախպեր, այս մարդուն լավ կկթայենք, մի հատ նոր տուն, 2 հատ նոր տուն կառնենք, նոր ավտոներ կառնենք, այ հետո ինչ ուզում է լինի։ Այնտեղ այդ ցուցակում եղողների, ես գիտեմ էլի, ընտրությունից հետո ասելու են, գիտեք, մենք այս կամ այն պատճառով չենք ուզում падգամավոր աշխատենք, որովհետև իրենց համար այդ падգամավոր աշխատավարձը ոնց որ պերաշկու փողը լինի։ Իսկ Ռուսաստանն ինչպես է վարվելու այն մարդկանց հետ, ում վրա այսօր խաղադրույք է արել։ Նիկոլ Փաշինյանը արդեն ասել է բոմժացնելու է։ Միանշանակ, իրանք լավ գիտեն դա։ Բոմժա սարքեն։ Հիմա մեկ հարցելու ավարտենք։ Նախընտրական քարոզչությանը օրեր են մնացել, մոտավորապես կանխատեսում ունեք ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ, ասացի մեկ, բայց երկուս առաջացավ, մեկը խորհրդարանի կազմ եւ այս բևեռացվածությունը արդյոք չի տանի հետընտրական սրացումների։ Ուրեմն բևեռացվածություն չկա իրականում։ Բևեռացվածություն չկա, ժողովուրդը իր մեծամասնությամբ, ճնշող մեծամասնությամբ Հայաստանի անկախության օգտին է հանդես գալու։ Շատ փոքր մաս կար, որ այս ուժի օգտին էին փող բռնելու համար, իրենք է գնալու են իրենց տներով։ Այդքան բան ոչ մի բան չի լինելու։ Իհարկե կարող է հանձնարարություն ստանալ, որ եկեք միտինգ բան անենք, վայ, մեզ նեղեցին, էս արեցին, բայց հաշվի առնելով, որ ամառա շոկ է, դա էլ չի լինելու։ Կազմի վերաբերյալ կանխատեսում ունեք։ Չէ, ես ինչ կանխատեսում ունենամ, արդեն բոլորի համար է պարզ է, ես ուղղակի մի ցանկություն ունեմ, որ ուժեղ Հայաստան այդ արհեստացին
միավորումից 0 падգամավոր անցնի խորհրդան, որովհետև այդ խորհրդանի համար ափսոսա, որ այդ տեսակը մտնի խորհրդան։ Եվ ես կվստահ եմ նաև, որ հանրային ինչ-որ ինքնաբուխ ուժեր կձևավորվեն, որ եթե 4 կամ 5 հոգանոց խմբակցություն ունենան, դրանց է ներս չթողեն, որովհետև Հայաստանի դեմ գործող ուժը իրավունք չունի ներկայացուցիչ ունենալ Հայաստանի խորհրդարանում։ Դե պետք է ինքնաբուխ նաև գործողություններ լինեն, որ այս երկիրը վերջը խելքի գա ու որևէ երկրի մտքով չանցնի, որ Հայաստանում կարող են գտնել մարդիկ, որոնք իրենց երկրի դեմ հանդես կգան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօրվա զրույցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետություն ունենալը ոչ միայն հպարտություն է, այլև ամենօրյա ծանր աշխատանք եւ պատասխանատվություն եւ այն միջոցին, երբ հզոր երկրներից մեկը խոստումներ է տալիս, մյուսը կոշտացնում է հռետորաբանությունը, մենք պետք է հիշենք մայիսի 28-ի 10-ը, այն է, որ երկիրը կարող է փրկվել եւ ինչպես մեր հյուրը ասաց, խելքը գլուխը կալ միայն այն ժամանակ, երբ ներսում կա համերաշխություն եւ դրսի համար կա հաշվարկված ռազմավարություն։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։